Խաղաղության խորհուրդը ԱՄՆ նախագահի նախաձեռնած խաղաղության գործընթացների շարունակությունն է։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հիշեցնում է 2025-ին Եգիպտոսում նախագահ Թրամփի նախաձեռնությամբ կայացած խաղաղության գագաթնաժողովը, որին մասնակցեց նաև Հայաստանի ղեկավարը։ Սա ըստ էության այդ process-ի շարունակությունն է, նախ եւ առաջ նպաստելու Գազայի հատվածում խաղաղության հաստատմանը, բայց նաև նպաստելու միջազգային խաղաղության ջանքերին, իսկ Հայաստանը գիտեք, որ մշտապես պատրաստ է մասնակից լինել միջազգային այդ գործընթացներին։ Պետք է նախ կանոնադրության տեքստը եւ մյուս փաստաթղթերին ծանոթանալ եւ հասկանալ, թե ինչ պարտավորություններ է ենթադրում, որովհետեւ $1 միլիարդ մասին հայտարարությունը կարծես թե քաղաքական հայտարարություն է եղել, նաև պետք է ուսումնասիրել, թե արդյոք Հայաստանի Հանրապետության բյուջեն ունի նման հնարավորություններ այդ գործընթացի մասնակցելու համար, բայց այնուամենայնիվ ընդունելով այս առաջարկը Հայաստանը դառնում է այդ ֆորմատի հիմնադիր անդամ։ Խանդանյանը անդրադարձավ արտաքին հետախուզության ծառայության զեկույցին, որտեղ Ադրբեջանից պետական մակարդակով առաջ տարվող Արևմտյան Ադրբեջան եզրույթը եւ ադրբեջանցիների վերադարձի մասին խոսույթը դիտարկվել են որպես անվտանգային ռիսկ եւ սպառնալիք։ Հայկական կողմը ըստ падգամավորի, այդ թվում ամենաբարձր մակարդակով հնչեցրել է, որ նման խոսույթը օգտակար չէ խաղաղության գործընթացի համար։ Խանդանյանի խոսքով այդ ուղերձը անընդհատ տրվում է Ադրբեջանին, որ դա չի նպաստում այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Որոշ առումով դա մեղմվել է, բայց այնուհանդերձ մենք պետք է փորձենք խաղաղության գործընթացին համապատասխանեցնել նաև խոսույթը։ Զեկույցը ամբողջ տարվա վերաբերյալ է, չեմ ծանոթացել զեկույցին դեռ, բայց ամբողջ տարվա վերաբերյալ է եւ նախորդ տարվա տարբեր դրվագներում այդ խոսույթը ակտիվացել է եւ արտաքին հետախուզության ծառայությունը դա որոշակի սպառնալիք է արձանագրել որպես, բայց գիտեք խաղաղությունը նաև գործընթաց է, մեկօրյա իրադարձություն չէ, դա process է, որը շենքի պես պիտի կառուցվի քարառ, այդ թվում նաև համապատասխանեցնելով մեր խոսույթը այն իրողություններին եւ այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում։ Թրիփի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը Խանդանյանի խոսքով քաղաքական հանձնառություն է, որին կհետևեն իրավական փաստաթղթեր։ Պատգամավորը անդրադարձավ պնդումներին, թե փաստաթղթով խախտվում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Չունենալով որևէ տոկոս մասնաբաժին Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունում կամ նախկինում չունենալով հետում որևէ տոկոս մասնակցություն, ես չեմ կարող պնդել, որ Հայաստանի սուվերենությունը խախտվում էր, ոչ, եւ այս նախագծով, Թրիփի նախագծով առավել քան ակնհայտ է, որ Հայաստանը սուվերենության որևէ խախտում չի ունենալու, այլ փոխարենը Հայաստանը նաև ունենալու է որոշակի դիվիդենդներ, ունենալով որոշակի բաժնեմասեր ընկերության մեջ եւ նաև շրջանակը, որը հրապարակվել է շատ հստակ եւ աներկբա կերպով ասում է, որ Հայաստանի սուվերենությունը այս նախագծի վերաբերյալ անքննարկելի է եւ բացարձակ։ Սարգիս Խանդանյանը անդրադարձավ նաև եպիսկոպոսատ ժողովը Ավստրիայում անցկացնելու վերաբերյալ հարցին։ Տարակուսելի է, որ կրոնական կազմակերպությունը կամ ինստիտուտը, որի անունն է Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցի, իր գլխավոր ժողովներից մեկը կազմակերպում է Հայաստանի Հանրապետությունից դուրս եւ սա է նաեւ փաստ եւ փաստարկ այն պնդման, որ այդ մարդիկ, որոնք այս որոշումները կայացնում են, իրենց դուրս են դնում Հայաստանի Հանրապետությունից եւ ըստ էության իրենց նպատակը չէ նաև իթիվս այլ նպատակների նպաստել Հայաստանի անկախությանը, նպաստել Հայաստանի ինքնիշխանությանը, նպաստել Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը։ Պատգամավորի խոսքով իշխանությունը Հայաստանի որևէ ինստիտուտի, առավել ևս Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ որևէ ճնշում հակազդեցություն չի ձեռնարկել։ Ընդհակառակը ձեռնարկել է եկեղեցու բարենորոգման բավական դրական նախաձեռնություն, որին միացել են նաև եկեղեցականներ։ Մայա Խաչատրյան, Արամ Հարությունյան, լուրեր։